այդ պրոքսիները հենց այն ուժերն են, որոնք որ արդեն տարիներ շարունակ, ես մի քիչ առաջ ասեցի դրա մասին, փորձում էին թեկուզ 5 րոպեով իշխանությունը զավթել, որպեսզի Ռուսաստանը կարողանա ինչ-որ ձևով բացատրի իր ներխուժումը, ռազմական ներխուժումը դեպի Հայաստան։ Այդ ֆունկցիան իրանք չեն կարողանում ինչքան ժամանակ կատարեն, այդ պրոքսիները, բայց այնուամենայնիվ հույսերը չեն կորցնում, քանի որ մենք տեսնում ենք, որ իրենցից շատերը նստած են իրաց տեղերի վրա, ոնց որ կային, հա, իրենք չեն լքում Հայաստանը, չեն հեռանում, թեպետ եւ ինչ-որ տարբեր քրեական գործեր են հարուցված տարբեր մարդկանց դեմ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես Կտրիչ Ներսիսյանը իր գահից չի ուզում հեռացած լինի ոչ մի պատրվակով, ինքը շատ լավ հասկանում է, որ ներկայիս պայմաններում ինքը եւ իր շրջապատը ոչ միայն եկեղեցում հայ առաքելական, այլ ընդհանրապես Հայաստանում տեղ չի ունենալու, վաղ թե ուշ իր հարցերը լուծվելու են, իր միակ հույսը նա է, որ ինչպես ես ասեցի, ռուսական ռազմական բեռնատար ինքնաթիռները օրերից մի օր վայրեջք կկատարեն Էրեբունի օդանավակայանում եւ գրավեն Երևանը։ Դա է իրենց հույսն ու հավատքը։